Firebird և Nvidia ընկերությունները պաշտոնապես հայտարարեցին, որ Հայաստանում կկառուցվի արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն։ Հրապարակումներից, աշխատանքային քննարկումներից հասկացա, որ խոսքը մեր և մեր գործընկերների պատկերացմամբ մոտավորապես $500 միլիոն սկսած ներդրումային ծրագիր է լինելու։ Այս մասին կառավարության հունիսի 12-ի նիստի մեկնարկին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին խնդրելով թեման ներկայացնել հանրությանը։ $3.5 տրիլիոն կապիտալիզացիա ունեցող տեխնոլոգիական հսկաներից մեկն է աշխարհի։ Գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, որի հետ դուք 2023-ին եւ նաեւ 19 թվականին առիթ ունեցել եք տարբեր հարթակներում հանդիպելու եւ քննարկելու նաեւ այս գաղափարը, վերջապես հայտարարվեց, որ Firebird ընկերությունը դառնում է Nvidia-ի եվրոպական տարածաշրջանում գլխավոր գործընկերներից մեկը, Հայաստանում այս մեծ նախագիծը իրականացնելու նպատակով նախատեսում են 26 թվականից սկսել ծրագրի իրագործումը։ Այո, ճիշտ նշեցիք, Firebird-ի հայտարարության մեջ նշված է, որ շուրջ $500 միլիոն ԱՄՆ ներդրում է նախատեսում իրականացնել, որը նաև ենթադրում է մինչև 100 մեգավատ էլեկտրաէներգիայի սպառում։ Նմանօրինակ ենթակառուցվածքները շահագործելու նպատակով ընդհանրապես էներգիան եւ ռեսուրսները չափազանց կարեւոր են, եւ այստեղ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է, ունի այդ հզորությունները տրամադրելու։ Պետք է նշել, որքանով որ դա հնարավոր կլինի իհարկե հասկանալի կերպով, խոսքը նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորների մասին է, որ Firebird-ը պետք է ձեռք բերի Nvidia ընկերությունից, որ այս պահի դրությամբ աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիան է համարվում, պրոցեսորները, որոնք համալրված են ամենաառաջատար չիպերով։ Սա հնարավորություն է տալու արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների cloud ծառայություններ մատուցել եւ հայաստանյան տնտեսությանը եւ աշխարհի տարատեսակ ընկերությունների, տեխնոլոգիական ընկերությունների, որոնք հիմնականում նորարարություններով են զբաղվում, այսինքն հետազոտողները, գիտնականները, մասնավոր բիզնես հատվածը նորարարությունների համատեքստում պետք է օգտվեն, վարձակալեն Firebird-ի կողմից արտադրված այդ արհեստական բանականության ռեսուրսը եւ իրենց հետազոտություններում կիրառեն։ Պետք է նշեմ, որ որոշ հատված մենք նախատեսում ենք, կառավարությունը նախատեսում է հասանելի դարձնել հայաստանյան ստարտափ էկոհամակարգի համար, AI մասնագետների համար, հետազոտողների համար, բայց հասկանալի է, որ մենք խոսում ենք մեծածավալ ռեսուրսների մասին, երբ որ մենք խոսում ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բանաձևերի մասին, հենց նման գործունեությունը նկատի ունենք, որը շատ կոնկրետ է, շատ հասցեական է եւ որի ռազմավարական բնույթի հետ կապված որևէ կասկած, որևէ քննարկում ընդհանրապես չի կարող լինել, բայց ես նաև այս համատեքստում ուզում եմ մենք գնահատենք, թե վերջին ամիսներին տեխնոլոգիական ոլորտում ինչեր է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում, որոնք գիտեք ինչ, երբ որ տեղի են ունենում, դա արդեն դառնում է սովորական բան, բայց երբեք մենք չենք արձանագրում, թե ինչքան ժամանակ, ինչքան ջանքեր են գործադրվել, որ դա տեղի ունենա։ Հիմա Starlink-ի ծառայությունները Հայաստանի Հանրապետության տարածքում բացվեցին, հիմա դա արդեն շատ սովորական մի իրադարձություն է, բայց շատ երկար ժամանակ մենք աշխատում ենք, որպեսզի դա տեղի ունենա եւ հիմա ըստ էության Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում լեռներով, սարերով, դաշտերով ցանկացած ընկերություն, ցանկացած անձ կարող է ունենալ լայնաշերտ արբանյակային ինտերնետ, ինչը նաև մեր տեխնոլոգիական ոլորտի զարգացման շատ կարևոր խթան է եւ մենք նաև ուզում ենք, որ նաև մարզերում ներդրումներ լինեն այս տրամաբանությամբ եւ դա արդեն կոնկրետ ենթակառուցվածք է։ Մենք ըստ էության մի սուպեր համակարգիչը գործարկել ենք ինժեներական քաղաքում, թե չենք գործարկել ենք
Այո, արդեն գործարկել ենք մյուս սուպեր համակարգիչը, որը էլի ձեռք ենք բերել Nvidia ընկերությունից եւ պարոն Հուանգի հետ նաեւ IT ընթացքում քննարկումներից մեկն է եւ հիմա կարծես թե նորը մենք Երևանի պետական համալսարանում արդեն կոնկրետ տեղն էլ տեսանք, թե որտեղ է տեղադրվելու սուպեր համակարգիչը եւ մեր տեխնոլոգիական ոլորտի հետ կապված կառավարության ծրագրերը, նաեւ մենք գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում նոր համագործակցություն ենք սկսել մասնավոր հատվածի հետ, օրենսդրական փոփոխություններ ենք իրականացրել եւ սա շատ կարեւոր process-ներ են եւ սրանք խորքային եւ բովանդակային փոփոխություններ են բերում մեր երկրին եւ բոլոր առումներով եւ շատ կարեւոր է սա գնահատել եւ ընդհանրապես գիտեք ինչ շատ կարեւոր է գնահատել մեր երկրի ընթացիկ իրավիճակը մենք որտեղ է գտնվում մեր երկիրը այսօր ընդհանրապես սա շատ կարեւոր հարց է բայց այստեղ շատ կարեւոր գաղափարախոսական հարց էլ կա որովհետև կապված է թե ինչ դիտանկյունից, ինչ գաղափարախոսության դիտանկյունից է դիտարկում հարցը։ Երբ որ մենք հարցեր դիտարկում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից, մենք տեսնում ենք, որ մեր երկիրը այսօր գտնվում է բավականին լավ եւ հեռանկարային վիճակում։ Ընդ որում ես իմ գնահատականն այն է, որ մենք դժոխային իրադարձությունների միջով անցնելով հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ թույլ տվեք ասենք չեմ ուզում տեն շատ տարածական բան ասել, բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարարտևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Այս էլ իրանց ջրի մագիստրալն է։ Լավ վիճակում չեն, սա հոտած, փչացած վիճակ է, վթարները շատ։ Մոտ 2 ամիս է Արձաքանի փողոցներում շինարարական աշխատանքներ են, հին ջրատարները փոխարինվում են նորերով։ Գյուղում խմելու ջրի ցանց է անցկացվել ավելի քան 60 տարի առաջ։ Քայքայված, տեղ-տեղ վնասված համակարգը շահագործել է վտանգավոր էր դարձնում գյուղի ջրամատակարարումը։ Այս տարիների ընթացքում ոչ մի նոր ջրատար, նոր գիծ, նոր բան չի արվել։ Ընթացիկ նորոգումներ ա եղել թե մայր ջրատարի վրա, թե գյուղի ներքին ցանցի վրա։ Ջրագծերը ընդհանուր առմամբ քայքայված էին ամբողջովին։ Տեղամասեր կար, որ մենք էլ չէինք կարող ճարենք, որ մասնա, որպեսզի վերանորոգեինք, ըստ այդմ ջուրը կորուստ էր ունենում։ Ահագին մեծ կորուստների մասին էր խոսքը։ Ագարակը սնվում է լեռնային աղբյուրներից, 1960-ականների սկզբին է կառուցվել այս ջրաղբյուրը, այստեղից խողովակաշարով ջուրը պիտի մղվի գյուղ, սակայն կենսատու հեղուկի քիչ մասն է սպառողին հասնում։ Ջրաղբյուրը եւ ամբողջ ջրամատակարարման համակարգը գտնվում են ոչ բարվոք վիճակում, ջրաքանակի մի մասը, որը պետք է ուղղորդվի դեպի բնակավայր, սա հիմա խմելու ջուր է, որը աննպատակ լցվում է գետը։ Որ ջուրն անկորուստ ամեն տուն հասնի, արդիականացվում է ամբողջ համակարգը։ Նոր ջրագծեր են անցկացվում նոր թաղամասերում, կառուցվում է 12 կիլոմետր ջրատար, մոտ 66 կիլոմետր վաշխիչ ցանց։ Ավարտին կտեղադրեն ջրաչափեր, նախատեսում են նաև քլորակայանի կառուցում։ Այս բոլորը միասին կնպաստեն, որ 3000 բնակիչ ունեցող գյուղը վերջապես շուրջօրյա անվտանգ ջրամատակարարում ունենա։ Թաղամասեր ունենք, մենք 15 րոպեի կտրվածքով ենք կարող մարդկանց ջուր տալ, էլի։ Մեր գյուղի բոլոր մարդկանց տներում կան բակեր դրված։ Այդ մի ժամ, չգիտեմ, 15 րոպե, 20 րոպե եկածած ջուրը իրանք հավաքում էին, անբարում էին ու ընդհանուր օրվա ընթացքում իրանք օգտագործում էին այդ ջուրը։ Շուտով խմելու ջուր անբարելու կարիք չեն ունենա ոչ միայն Արձաքանում, այլև Սյունիքի մարզի Խնածախում եւ Լոռու մարզի Ագարակ ու Ռուտ գյուղերում։ Գերմանական ընկերությունը համայնքային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրն իրականացնում է առավել հրատապ աջակցության կարիք ունեցող բնակավայրերում։ Ֆինանսավորումը ծրագրի իրականացում է Եվրոմիության կողմից, որը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հատկացվել է 12 միլիոն եվրո դրամաշնոր։ Կառավարության համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 2.4 միլիոն եվրո։ Ծրագրի շնորհիվ Լոռու մարզի 2 գյուղերում կիրականացնեն ոչ միայն ջրամատակարարման, այլև ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքներ։ Նախատեսում են, որ 4 գյուղերում էլ 1 տարի անց կունենան 24 ժամ անվտանգ ու անխափան ջրամատակարարում ամբողջ տարին։
թեժգից Լուսինե լսում է, ինչով կարող եմ ձեզ օգնել։ Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների եւ բարևարկության կազմակերպման կենտրոնի աշխատակիցներն են։ Օրական տասնյակ զանգեր կրթությանը, օրենսդրությանը, ֆինանսական ու սոցիալական, ոչ կանոնադրային հարաբերություններին առնչվող տարաբնույթ հարցեր, որոնք ուղղվում են թեժ գծի 1-28 համարին եւ ստանում այդ պահին համապատասխան արձագանք։ Պատիվ ունեմ ծրագրով կարող են դիմել կառավարության որոշման համաձայն մինչև հունիսի 1-ը։ Օրական ստանում ենք միջինով 60-70 զանգ, բայց ստացված զանգերի քանակը կարող է հասնել մինչև 100-ի։ Մեր հիմնական կարևորագույն սկզբունքներից է, որպեսզի ոչ մի զանգ անպատասխան չմնա եւ յուրաքանչյուրը իմանա, որ իր ձայնը կարևոր է եւ լսելի։ Մարդու իրավունքների եւ բարևարկության կազմակերպման կենտրոնը հիմնադրվել է 2015 թվականին դե յուրե եւ դե ֆակտո իր գործունեությունը սկսել է ծավալել 2016 թվականից եւ այս նկատառումով կարելի է ենթադրել, որ դե յուրե կարելի է այս տարի նշել կենտրոնի հիմնադրման արդեն 10-ամյակը։ Տարիների ընթացքում կենտրոնի գործունեության շրջանակը ընդլայնվում է։ Օրինակ թեժգից ծառայությունը, որը զինված ուժերում առկա խախտումներն արձանագրելու հիմնական մեխանիզմն է, անցյալ տարվա օգոստոսից գործում է շուրջօրյա ռեժիմով, ինչը հնարավորություն է տալիս օրվա յուրաքանչյուր ժամի կապ հաստատել Պաշտպանության նախարարության հետ։ Միայն անցյալ տարի այս եղանակով ստացվել է 24500 զանգ, որոնց գերակշիռ մասը լուծում է ստացել։ Զանգերի մեծամասնությունը կազմում են տեղեկատվական բնույթի զանգերը, ունեցել ենք դեպքեր, որ հոգեբանական ծանր վիճակում գտնվող զինծառայողները կենտրոնի աջակցությամբ դուրս են եկել այդ վիճակներից, իսկ ենթադրյալ իրավախախտում կատարած անձինք ենթարկվել են համապատասխան կարգապահական կամ քրեաիրավական պատասխանատվության։ Բարևարկության կենտրոնի գործադրած ջանքերի արդյունքում զինված ուժերում արմատախիլ են արվում մի շարք արատավոր երևույթներ։ Կանխվում են նաև ինքնասպանության փորձեր։ Նմանատիպ դեպքերից մեկը մտաբերում է կենտրոնի պետը։ Անմիջապես զեկուցելով Պաշտպանության նախարարին եւ գլխավոր շտաբի պետին ներկայացրել ենք համապատասխան տեղեկատվությունը, որի հիման վրա հանձնարարություններով օպերատիվ հետախուզական աշխատանքներ կատարելով այն անձինք, ովքեր զինծառայողին հասցրել են այդ վիճակի ենթարկվել են քրեական պատասխանատվության, իսկ զինծառայողի հոգեբանական վիճակը կայունացել եւ տեղափոխվել է այլ զորամաս ծառայության։ Բացի կանխարգելիչ վերլուծական եւ տեղեկատվական գործառույթներից, կենտրոնը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում նաեւ կոռուպցիոն ռիսկերը կանխելու ուղղությամբ։ Օրինակ, յուրաքանչյուր անձ կարող է մուտք գործել ազդարարիր.am հարթակ, ներկայացնել զինված ուժերին առնչվող ցանկացած բնույթի հաղորդում եւ սեղմել ուղարկել կոճակը անանուն եղանակով։ Մարդու իրավունքների եւ բարևարկության կազմակերպման կենտրոնը հաճախակի այցելում է նաեւ զորամասեր, փաստացի իրականացնելով նաև իրազեկման արշավներ, մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու եւ համապատասխան իրավական գնահատականներ տալու համար։ Արդյոք ականատես եք եղել կոռուպցիոն դրսևորման կամ հանցագործության դեպքի։ Ձեր զորամասում բախվել եք անարդարության կամ կան հարցեր, որոնք կարևոր են բարձրաձայնելու համար։ Սրանք այն հիմնական հարցերն են, որոնց շուրջ ծավալվում են քննարկումները։ Ուզում ենք վստահեցնել, որ կենտրոնից որևէ տեղեկատվություն արտահոսք չի ունենում, անակնկալ այցերի գաղտնի գրաֆիկ ունենք, որը չի հրապարակվի եւ կամփոփենք այն զորամասերը, որոնք նախորդ տարի չենք հասցրել այցելել։ Պարբերաբար իրականացվող այս այցերի շնորհիվ զինծառայողներն առավել կազմակերպված են իրականացնում ծառայությունը, հնարավորինս զերծ մնալով արատավոր երևույթներից։ Նմանատիպ հանդիպումները զորամասերում ըստիս շատ կարևոր են, որպեսզի կանխարգելեն զինվորների, սերժանտների, սպաների միջև ոչ կանոնադրային փոխհարաբերությունները։ Կարևորելով այսպիսի հանդիպումների իրականացումը գտնում եմ, որ յուրաքանչյուր զինվոր, յուրաքանչյուր զինծառայող պիտի գիտակցի, որ ինքն է այն հենասյունը, այն հիմնաքարը, որի դրական գործունեության արդյունքում բանակը պիտի ավելի դրական միջավայր դառնա։ Եվ այսպես պաշտպանական գերատեսչությունը ի դեմս մարդու իրավունքների եւ բարևարկության կազմակերպման կենտրոնի մշտապես ուշադրության առանցքում է պահում զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին առնչվող հարցերը։ Իսկ արձանագրված խախտումները ստանում են իրավական գնահատականներ։ Եվ վերջում եւս մեկ ընդգծում. յուրաքանչյուր անձ անկաշկանդ կարող է հաղորդում ներկայացնել։ Անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է։
Ուկրաինան հայտնել է, որ գիշերը ռուսական անօթաչուները հարձակվել են Խարկովի վրա։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով գրանցվել է 11 հարված, գնդակոծության են ենթարկվել բնակելի շրջաններ, ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ, ենթակառուցվածքներ։ Վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, կոտրվել են դպրոցների եւ տների ապակիները։ Բնակելի շենքերի եւ ուսումնական հաստատությունների տարածքներում հրդեհներ են բռնկվել։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալով տուժել է 14 մարդ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը հոբ ուժերը խոցել եւ որսացել են 52 ուկրաինական անօթաչու թռչող սարք։ 41 ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի շրջանի երկնքում, 6-ը Բրյանսկի, 3-ը Մոսկվայի շրջանի, 2-ը Ղրիմի։ Ռոսավիացիայի տվյալով 1 ժամ տևողությամբ ինքնաթիռների վայրեջքների եւ թռիչքների սահմանափակումներ են կիրառվել Մոսկվայի Վնուկովո եւ Շերեմետևո օդանավակայաններում։ Բելգորոդի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ մարդատար մեքենային անօթաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել է խաղաղ բնակիչ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացի ժողովրդի անունից շնորհավորել է ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Այդ մասին հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցելու Ռուսաստանի ժողովրդին ավելի լուսավոր ապագայի կառուցման իր շարունակական ձգտումներում։ Օգտագործելով այս հնարավորությունը վերահաստատում ենք Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական փոխգործակցության Ամերիկայի Միացյալ Նահանգների ցանկությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար։ Հուսով ենք, որ խաղաղությունը կխթանի մեր երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների հաստատումը, նշված է Միացյալ Նահանգների պետքարտուղարի հայտարարության մեջ։ Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը քվեարկել է վարչապետ Դոնալդ Տուսկի կոալիցիոն կառավարությանը վստահություն հայտնելու օգտին։ Սեյմի կայքում հեռարձակված քվեարկության արդյունքների համաձայն նախարարների կաբինետի աշխատանքին կողմ է քվեարկել 243 падգամավոր, դեմ 210 ձեռնպահ չի եղել։ Վստահության քվե անցկացնելու խնդրանքով Սեյմին էր դիմել վարչապետ Տուսկը նախագահի ընտրությունում իշխող կոալիցիայի թեկնածու Ռաֆալ Ճասկովսկու պարտությունից հետո։ Մանրէների արկայություն կաթնայուղի փոխարինիչի օգտագործման չափաբաժնի խախտում։ Պաղպաղակ արտադրող 16 տնտեսվարողի մոտ է ստուգում իրականացվել։ 10-ում խախտում է հայտնաբերվել, 4-ի տվյալները դեռևս ամփոփված չեն։ Խախտում չի արձանագրվել միայն 2-ում։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի հրապարակումները մեծ արձագանք են գտել սոցցանցերում։ Մարդիկ սկսել են մտահոգվել, գնել պաղպաղակ, թե ոչ։ Իսկ ինչու է արկա խանութներում ու վաճառքը արգելված չէ։ Ամենաշատը օգտվում են երեխաները։ 2 օր է ամբողջ համացանցը գրում է, բայց բոլոր խանութ-մարկետներում դեռ վաճառվում է։ Բայց արտադրությունից ինչու չեն հանվում, տեսնում եմ, դեռ ավելացնում են։ Սննդի անվտանգության տեսչական մարմնից լուրերին տեղեկացրին։ Այն արտադրատեսակներում, որոնցում խախտում է արձանագրվել, տրվել են իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։ Հարց է առաջանում, այդ պարագայում ինչու են խանութներում վաճառվում նշված պաղպաղակները։ Կառույցից տեղեկացնում են, օրենսդրությամբ սահմանված է, որ կասեցվում է միայն նմուշարված խմբաքանակը, իսկ տվյալ դեպքում նմուշարվել են տնտեսվարողի պահեստում այդ պահին առկա խմբաքանակները։ Տեսչական մարմինը պաշտոնական բոլոր հարթակներում հրապարակել է, թե որ օրվա պաղպաղակներում է խախտում արձանագրել եւ հորդորել վաճառքում նկատելու դեպքում զանգահարել թեժգից։ Ընթացակարգը հետևյալն է, երբ որ հայտնաբերում ենք խախտումները, տրվում են կարգադրագրեր իրացումը կասեցնելու եւ հետագայում արդեն հանձնարարականներ, որպեսզի սննդամթերքը արտադրվի տեխնիկական կանոնակարգերին եւ օրենսդրության պահանջներին համապատասխան։ Հետագայում իրականացվելու են նորից վերահսկողություններ, փաստելու արդյոք մեր տրված հանձնարարականները իրականացվել են թե ոչ։ Հանձնարարականի կատարման ժամկետները համաձայնեցվում են տնտեսվարողների հետ։ Արդեն ունենք տնտեսվարողներ, որ դիմել են, որ ոչնչացնենք, որ հետ են հավաքել, այսինքն նորից մեր տեսուչների մասնակցությամբ է լինում ոչնչացումը, որ վստահեցնենք, որ այդ խմբականակը հետականչվել եւ ոչնչացվել է։ Պաղպաղակներից մի քանիսում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Եթե մարդն օգտագործի օրինակ աղիքային ցուպիկով վարակված սնունդ, բոլորովին պարտադիր չէ, որ իր մոտ զարգանա աղիքային ինֆեկցիոն հիվանդություն, նշում է բժիշկը։ Հիվանդանում են այն անձինք, որոնց սննդի չափաբաժնում ավելի շատ է եղել այդ հարուցիչը։ Օրգանիզմի ոչ սպეციფიկ դիմադրողականության անկում է դիտվել։ Այդ պարագաներում, այո, եթե կաթնամթերքում հայտնաբերվել է աղիքային ցուպիկի հարուցիչ, խոսքը վերաբերվում է պաթոգեն շտամների մասին, նշածած 5 տեսակների՝ էնտերոպաթոգեն, ադհեզիվ, ինվազիվ, տոքսիգեն եւ էնտերոհեմորրագիկ։ Այդ դեպքերում, այո, կարող է անձի մոտ ի հայտ գալ աղիքային վարակի նշաններ։ Մասնագետը խորհուրդ է տալիս դիմել բուժհաստատություն, եթե կան գանգատներ, բարձր ջերմություն, որովայնի ցավ, սրտխառնոց։
Մի քանի սխտոր հանել հողից ու հարստացնել քաղաքից եկած հյուրերին պարտադիր տրվող կապոցները։ Մի քիչ սամիտ հավաքել, պոկել ազնվամորու թեյի համար պիտանի ճյուղերն ու 1000 հատ մուրաբայի ընկույզ կճվել։ Դավիթ Բեկցի Անուշիկը ցերեկվա համար այսքան գործ է պլանավորել։ Նրա լուսաբացներն ու երեկոները տարվա այս ժամանակահատվածում զբաղված են։ Պիտի հասցնի պահանջված քանակությամբ ուրց հավաքել։ Առավոտը գնում եմ ժամ 6-ին։ Հետո ստանում եմ մկրատ, տոպրակ, մեշոկ։ Հով ժամերին էլի, հետո քավում ենք բերում։ Չորացնում ենք, էլի հով տեղ եք չորացնում, որ գույնը չփոխի, կանաչ մնա գույնը։ Արևի տակ չենք փռում։ Քչախոս է ու բազմազբաղ գյուղացիները կատակում են, Անուշիկը գործ անելիս գործ է փնտրում։ Ազնվամորու մեծ այգի ունի, սիրուն բանջարանոց, քաղաքացիների համար էլ պատվերով տնական տորթեր է թխում։ Նաև գյուղի դպրոցի գրադարանավարն է։ Ինքնաեռը հազվադեպ է տուն տարվում, բակից հարմար հատված է ստեղծել, օրվա գործն է անում, աչքի տակով էլ հետևում, որ արևի ուղիղ ճառագայթները չորացող ուրցի վրա չընկնեն։ Սա լրացուցիչ եկամուտ է, էլի, դա չես կարա դրանով ապրես։ Դե այգիներ եք մշակում, մենակ սանով չես կարա։ Բարեկամներս շատ են, շրջապատս մեծ է, ծանոթությունները շատ ունեմ, շատերին հյուրասիրում եմ, տալիս եմ տոպրակներով, տարին ոչ թե մի անգամ, մի քանի անգամ ուղարկում եմ, և մնացած բաներն էլ ինչ որ պատրաստում են։ Ուրցը միակ դեղաբույսը չէ, որ առատորեն տարածված է Կապանի սարերում ու դաշտերում։ Բուսաբան գյուղատնտես Արթուր Պատվականյանը կյանքը նվիրել է Սյունիքի բնության ուսումնասիրությանը։ Դեղաբույսեր է հավաքում, դրանցից բուրական փնջեր պատրաստում։ Հիմա էլ փոքրիկ թեյարան է բացել, որտեղ կարելի է վայելել գրեթե ողջ տարին հավաքվող տարատեսակ բույսերից պատրաստված թեյերը։ Դեղաբույսերը, որոնք որ գիտականորեն ապացուցված է իրանց դեղաբույս լինելու մասին եւ ընդունված է ամբողջ աշխարհում, գրեթե բոլորը մեր բուսականության մեջ կան գոյություն ունեն։ Հարցը մի ուրիշ ասպեկտում է, երբ կարելի է դրանք հավաքվել եւ որտեղից կարելի է հավաքել։ Օրինակի համար ասենք ամենամոտ տարածքը, որտեղ բանոք ճանապարհ մեքենայով գնացինք, մինիմում 150 մետր պետք է ճանապարհից մարդը բարձրանա ու նոր սկսի դեղաբույսերի հավաքը։ Ամեն ինչ չափի մեջ է ճիշտ։ Սարի ծաղիկով թեյեր նախընտրողների համար մի քանի խորհուրդ ունի բուսաբանը։ Ասում է անգամ ամենաանվնաս բույսերի պատրաստուկները պետք է զգուշորեն օգտագործել։ Շատ սիրողներն էլ պարտադիր պետք է երբեմն դադար տան։ Ասենք գիհի ռուսերեն մաժևելնիկ։ Գիհի դեղաբույսերի գրքում էլ կա գիհի մասին։ Թորոսյանի դեղաբույսերի գրքում գիհի մասին կա։ Ինքը իր հատապտուղները դեղաբույս են, բայց երկու սերմիկ ունեցող հատիկը թույնա, 3 սերմիկ հատիկ ունեցող հատապտուղը դեղաբույս է։ Այսինքն մարդը խոր ուսումնասիրած չլինելով գիհին մնում է գիհի, գնում է պոկում է գիհի, որ ունի 2 սերմիկ, բերում է ձեր ասած օգտագործում է եւ դա այնպես չի որ շատ վատ, բայց ինքը կողմնակի անցանկալի երևույթ կարող է առաջացնել։ Ոչ բոլոր բույսերն են, որ ճանաչում են տեղացիները, բայց ճանաչածն անխնա են հավաքում։ Պարտադիր պայման է տեղանքում եղած ուտելի բույսերի կամ դեղաբույսերի 30%-ը չպոկելը։ Բացատրում է Պատվականյանը, նաև հուշում, թե ինչի հետևից է պետք հենց այսօր անտառ ու դաշտ գնալ։ Այս պահին բուրըն ծակման շրջանում է զիզիֆորան, ժողովրդի ասած միատնի ուրցը, մեղրու սարի ուրցը, դաղձը արդեն ծակման շրջանում է, բայց մի 10 օրից արդեն ծակման փուլում է նաև ղանթափան, եթե մարդիկ կան, որոնք սեփական այգիներում ունեն նռան ծաղիկներ, շատ լավ կլինի, որ նռան ծաղիկն էլ հավաքեն, ունենան, խնկածաղիկը։ Բուսաբանը խորհուրդ է տալիս տանն ունենալ կանաչ դեղատուփ, առյուծագի սրտի համար, ձիաձետ թեթև բորբոքումների, իսկ եթե խնդիր ունեն բժիշկների հետ պարտադիր խորհրդակցելուց հետո հավաքել ու օգտագործել բնության պարգև դեղաբույսերը։
Հասարակական կարգի պահպանության ու անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով Լոռու եւ Տավուշի մարզերում հունիսի 10-ին պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Լոռու մարզում արձանագրվել է 268 իրավախախտում, որոնցից 109-ը չամրակապված վարելու, 16-ը ավտոմեքենան մկեցված ապակիներով շահագործելու, 11-ը առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու դեպքեր են։ Լոռու պարեկները հայտնաբերել են հաշվառման համարիշի հետ կապված երկրորդ շարքում կայանելու, առանց ԱՊ պայմանագրի եւ տեխնիկական զննություն չանցած ավտոմեքենա վարելու մեկական դեպք, հայտնաբերվել է ոչ սթափ 2 վարորդ, 7 վարորդ վարչական պատասխանատվությանը ենթարկվել, վարելու ընթացքում ծխելու, 10-ը բջջայինից օգտվելու, 2-ը մեքենան անսարք լուսարձակներով շահագործելու, 105-ը այլ իրավախախտումների համար։ Տավուշի մարզի պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում արձանագրել են 190 խախտում, 85 անց ավտոմեքենան վարել է չամրակապված, 10-ը առանց վարորդական իրավունքի վկայականի, 7-ը մկեցված ապակիներով, հայտնաբերվել են լուսարձակների անսարքությամբ վարելու, նաև վարելու ընթացքում ծխելու եւ բջջայինից օգտվելու 6-ական դեպք, 5 անց վարել է տեխնիկական զննություն չանցած եւ առանց ԱՊ պայմանագրի ավտոմեքենա, հայտնաբերվել է նաև ոչ սթափ 4 վարորդ, արձանագրվել են հաշվառման համարիշի հետ կապված երկրորդ շարքում կայանելու եւ հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու մեկական դեպք, այլ իրավախախտումների համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 53 անձ։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են, հորդորում ենք լինել զգոն եւ խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները։ Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է։ Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել, բացահայտելով եւ կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են համայնքային ոստիկանության աշտարակի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ավան գյուղի 64-ամյա բնակիչն իր տանն ապօրինի պահում է զենք եւ ռազմամթերք։ Հունիսի 8-ին 64-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նրա տանը կատարված զննությամբ հայտնաբերվեց 12 մմ տրամաչափի որսորդական հրազեն, օդաճնշիչ հրացան եւ 13 հատ 12 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Հորդորում են ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ծանր հանցանքի վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա մի քաղաքացի պարբերաբար գալիս է Հայաստան եւ կատարում բնակարանային գողություններ։ Տեղեկություններն իրացվեց Գեղարքունիքի եւ Լոռու մարզերի քրեական ոստիկանների հետ։ Հունիսի 9-ին առավոտյան ժամը 10-ի սահմաններում Սևան քաղաքի մի բնակարանից գողություն կատարելուց անմիջապես հետո 63-ամյա տղամարդը ձերբակալվեց եւ իր վարած Մերսեդեսով հանդերձ տեղափոխվեց քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն։ Նրա մոտ հայտնաբերվեցին արծաթե եւ ոսկե զարդեր, կողպեկ բացելու հատուկ հարմարանք, տարբեր արժույթի թղթադրամներ։ Տղամարդը խոստովանեց, որ բնակարանային գողություններ է կատարել նաեւ անցած տարվա նոյեմբերի 15-ին եւ այս տարվա ապրիլի 4-ին Վանաձորում, հունիսի 2-ին Վաղաշապատում, մի քանի օր առաջ էլ կրկին Վանաձորում։ Կազմված փաստաթղթերն ու 63-ամյա տղամարդը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։